Տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մայիս ամսին ցուլ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է սպասում մեր սիրելի ցուլերի ֆինանսական ոլորտում։ Սիրելի ցուլեր, ձեր ֆինանսական ոլորտում կլինի խնդիրներ, կլինի դժվարություններ, բայց այդ խնդիրները, դժվարությունները ժամանակավոր են, Աստված ցույց է տալիս, որ ձեր դեմ փասում է ճանապարհներ, ձեր դեմ փասում է հնարավորություններ։ Գիտեք ինչ, սիրելի ցուլեր, հնարավոր է, որ կար իրավիճակ, կար այնպիսի հանգամանքներ, որ չէր թողնում, որ դուք կարողանաք ձեր ֆինանսական ոլորտը բարելավելու, բայց Աստված ցույց է տալիս, որ մայիս ամսին դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից, այդ իրավիճակներից, այդ միջավայրից կկարողանաք ձեր ազատվել եւ ձեր դեմ կփասվի հաջողություններ եւ հնարավորություններ։ Հատկապես այն ցուլերը, ովքեր որ երկար ժամանակ ցանկանում էին զբաղվել իրենց սեփական գործունեությամբ, իրենց սեփական բիզնեսով, Աստված ցույց է տալիս, որ սիրելի ցուլեր, դուք այդ հնարավորությունը կունենաք, մայիս ամսին ձեր դեմ կփասվի այդ հնարավորությունները։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուլերի անձնական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Սիրելի ցուլեր, ձեր անձնական ոլորտում նույնպես ցույց է տալիս, որ կլինի հաջողություն, կլինի առաջընթաց, կլինի երջանկություն, այն ցուլերը, ովքեր որ ամուսնացած են, հնարավոր է ձեր տան մեջ լինի երեխայի ծնունդ, հնարավոր է լինի ձեր արդեն չափահաս երեխայի ամուսնությունը, հնարավոր է դուք դառնաք տատիկ, դուք դառնաք պապիկ, ձեր սոցիալական վիճակը ավելի լավանա, ավելի բարելավի։ Գիտեք ինչ, սիրելի ցուլեր, այն ցուլերը, ովքեր որ ամուսնացած չեն, ձեր կյանքի մեջ ցույց է տալիս, որ լինելու է երջանկություն, լինելու է այնպիսի անձնավորություն, որի հետ դուք կարողանալու եք ձեր անձնական հարաբերությունները ավելի լավ ուղղության վրա դնել։ Սիրելի ցուլեր, 2026 թվականի մայիս ամիսը ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում ցույց է տալիս, որ կա յուրահատուկ հաջողություն, ոչ թե փոքր հաջողություններ, այլ յուրահատուկ հաջողություն, յուրահատուկ առաջխաղացում։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի ցուլեր, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձեր ազատվելու եք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուլերի առողջական ոլորտում։ Հաջողություն է ցույց տալիս։ Եթե նույնիսկ հիվանդ եք, սիրելի ցուլեր, ցույց է տալիս, որ կա լավացում, կա բաքինում։ Գիտեք ինչ, սիրելի ցուլեր, եթե դուք նույնիսկ գնացել եք որևէ հիմնարկություն, բուժ հիմնարկություն, որտեղ որ կա դիագնոզ, որը ախտորոշում, որը ձեր մեջ խնդիրներ է առաջացնում, վախեր է մտցնում, խորհուրդ եմ տալիս դիմեք ուրիշ բուժ հիմնարկության, որովհետև ցույց է տալիս, որ այդ ախտորոշումը լրիվ կփոխվի օգուտ ձեզի։ Այն սիրելի ցուլեր, հնարավոր է, որ լինի երկար սպասված երեխայի ծնունդ, հատկապես ծնունդ երեխայում ծնվելու է տղա երեխայի ծնունդ։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի ցուլեր, 2026 թվականի մայիս ամսին։ Այո, սիրելի ցուլեր, ձեր երազանքները կկատարվի։ Հատկապես մեծ երազանքներ ունեք եւ անձնական ոլորտում, հնարավոր է ամուսնության առաջարկություն, հնարավոր է ամուսնություն, հնարավոր է նշանադրեք, հնարավոր է ձեր կյանքի մեջ մտնի այնպիսի անձնավորություն, որի հետ դուք հետագայում կունենաք երկարատև համատեղ կյանք։ Նաև հնարավոր է, որ համագործակցություն լինի ֆինանսական ոլորտի հետ կապված։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026